Եվ Հոպպեում աշակերտ եղած մի կին կար, Տաբիթա անունով, որ թարգմանաբար կոչվում է Այցեմնիկ. սրա կյանքը լի էր բարի գործերով և ողորմություններով, որ նա կատարում էր։ Պատահեց, որ այն օրերին նա հիվանդացավ ու մեռավ։ Նրան լողացրին և դրեցին վերնատունը։ Եվ Լիվդան Հոպեին մոտիկ էր։ Երբ աշակերտները լսեցին, թե Պետրոսը այնտեղ է, երկու մարդ ուղարկեցին նրա մոտ, աղաչելով, որ անհապաղ իրենց մոտ գա։ Եվ Պետրոսը վեր կացավ ու եկավ նրանց հետ։ Երբ հասավ, նրան վերնատուն բարձրացրին, ու բոլոր այրիները շրջապատեցին նրան, լալիս էին և ցույց տալիս, թե որքան հագուստներ և զգեստներ էր կարել տվել Այցեմնիկը իրենց համար։ Պետրոսը բոլորին դուրս հանելով ծնրադրեց, աղոթք արեց և դառնալով մարմնին ասաց. «Տաբիթա, հանուն Տեր Հիսուս Քրիստոսի վեր կաց, կանգնիր»։ Եվ նա բացեց իր աչքերը ու Պետրոսին տեսնելով ուղիղ նստեց։ Պետրոսը ձեռքը մեկնեց նրան ու վեր կացրեց, կանչեց սրբերին ու այրիներին և նրանց առաջ կենդանի կանգնեցրեց նրան։ Եվ ամբողջ Հոպպեում այս հայտնի դարձավ, և շատերը հավատացին Տիրոջը։ Պետրոսը շատ օրեր մնաց Հոպպեում կաշեգործ Ոմն Սիմոնի մոտ։